Վատիկանում շուտով սուրբ կհռչակվի Մեծ Եղեռնի նահատակ գերապայծառ Իգնատիոս Մալոյանը։ Սա նոր ժամանակների առաջին սրբացումն է հայ կաթողիկե եկեղեցու պատմության մեջ։ Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականին Մարդին քաղաքում։ Հոգևոր կրթությունը ստացել է Լիբանանի Զմարի վանքում հայ կաթողիկե եկեղեցու գլխավոր կենտրոնում։ 1911 թվականին դարձել է Մարտինի եպիսկոպոս։ 1915 թվականին Եղեռնի օրերին հրաժարվել է ուրանալ հավատքը եւ ընդունել իսլամը, ձերբակալվել ու սպանվել է դառնալով նահատակ։ Նրա վերջին խոսքերը եղել են. «Տեր ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Գերապայծառ Մալոյանը բեատիֆիկացվել է 2001 թվականին Հռոմի պապի կողմից։ Բեատիֆիկացումը Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից այն գործընթացն է, որի արդյունքում մարդը դասվում է սրբերի շարքին։ Այս տարի Վատիկանը կհռչակի նրան սուրբ։ Արարողությունը տեղի կունենա Սուրբ Պետրոսի տաճարում։ Հայկական կաթողիկե համայնքների մասնակցությամբ Լիբանանից, Սիրիայից, Ֆրանսիայից ու Հայաստանից։ Իգնատիոս Մալոյանի սրբացումը ոչ միայն եկեղեցական, այլև ազգային իրադարձություն է։ Այն վկայում է, որ հայ ժողովրդի նահատակությունը դարձել է համաշխարհային ժառանգության մաս։ Գերապայծառ Մալոյանի հիշատակը հայ կաթողիկե եկեղեցում նշվում է ամեն տարի հունիսի 11-ին։